ասում եք խաղաղություն չկա, բայց իրենք էլ ասում են այնքանով կա խաղաղություն եւ այնքանով է ամսի 8-ի փաստաթղթ ուժի մեջ մտած, որ ցորեն է բերվում Ադրբեջանի տարածքով, հետո ինչ որ անասնակեր է։ Այդ անասունները կուտեն, մենք էլ ասում է երեխաները այսօր էր ասում հավերը կուտեն, հավի միսը կուտեն ժողովուրդը, ձուն կուտեն, հետո խոզի միսը կուտեն։ Ադրբեջանի չէ, Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանի տարածքով միշտ է եկել։ Հիմա թողասեն ասում, Ադրբեջանի տարածքից Հայաստան ցորեն չի մտել։ Ադրբեջանի տարածքով եկել է Վրաստան, Վրաստանից Հայաստան։ Դա միշտ է եղել։ Պարզապես հիմա ի սկզբանե բոլորը բացահայտում են, որ այդ ցորենը գալիս է Հայաստանի համար, այն ժամանակ էլ են բոլորն իմացել, որ Վրաստան մտնող ինչի միայն ցորենը, այնքան բան է Վրաստան մտել Թուրքիայից, բայց ամբողջ առևտուրը 300 միլիոն, որ Թուրքիայից է կատարվում, կամ այլ նախկին սովետական հանրապետություններ ոնց է արվում, այդ ամբողջը գալիս է սիրուն Վրաստան, գնացքով, այսինքն երթուղին կորցել է։ Այո, գնացքով եկել է Վրաստան, Վրաստանում փաստաթղթերը փոխվել են, եկել է Հայաստան։ Միակ տարբերությունը այն է, որ դրա մասին իմացել են, լռել են բոլոր կողմերը, այդ թվում Ադրբեջանը, հիմա էլ իմացել են դրա մասին բարձրաձայնում են, որ այս լավ չի, դրական բան չի, պարոն Պապյան։ Ինչ ասեմ, բաներ դրական բան, հա, եթե փաստաթղթել փոխելու գործընթացը անում ենք եւ չգիտեմ ինչ որ մեծ բան է, ասենք դրական է։ Հա, փաստաթղթերը փոխում են, հիմա էլ չի փոխում։ Ով է խանգարել մինչեւ հիմա Ղազախստանից ցորեն ներմուծել Վրաստան, հետո Վրաստանում փաստաթղթերը փոխել եւ ռեէքսպորտ անել Հայաստան։ Հա, միշտ էլ եղել է այդ բանը։ Այսինքն այդ նորությունն է, չգիտեին, որ այդ բանը եղել է։ Մենք պատերազմի տարիներին առաջին տարիներին Ադրբեջանի վրայով կամուրջի մետաղական կոնստրուկցիաներն ենք բերել Չելյաբինսկ քաղաքից։ 92-94-ի պատերազմի տարիներին ենք բերել։ Այդ մենք կարացել ենք այդ անենք, մեզ չենք ճղում, ցույց չենք տալի անընդհատ տեսեք։ Այ այդ իսկապես անցել է Ադրբեջանի տարածքով, եկել է մինչև Մեղրի։ Այ իրան գոնե այտենց բերեին։ Ցորենն էլ անցել է Ադրբեջանի տարածքով, եկել է գնացել Վրաստան։ Այդ է տարբերությունը։ Այդ եմ ասում էլի։ Այ եթե իրանք Ադրբեջանի տարածքով բերեին մինչև Մեղրի, ասենք հա գոնե այդ մինչև այդքան աշխատել է։ Չէ, դա դասլա Վրաստան, կրկնում եմ։ Բայց տեսեք, որ այս օրերին ինչքան գովազդեցին, նախարարները գնացին, նկարվեցին, վիդեոներ տարածեցին։ Հիմա դրա կձեռն են կրակնգե։ Ունենք մի կողմից իշխանություն, որը կուտա տալիս, ունենք մի կողմից ժողովուրդ, որ այդ կուտը ուտում է։ Բա մենք ինչ անենք, ո՞նց անենք։ Հետո չուտի այդ կուտը։ Այն բանը Վարդան Պետրոսյանը մի հատ բան ուներ, սկեչ էցև, մանրապատում, որ այդ հավի պատմությունը կուտը գցում է, հավը գալիս է, հա քաշում է, հանգնում է, հա բռնվում է, ասում է, ինչ ես կուտը տալիս է, հիմա այդ ամեն մի կերեք շող, չան էլի այդ կուտը կուտեք, էլի կգնաք կընտրեք Նիկոլին, հետո էլի մի հատ փորձանք կգա ձեր գլխին, հետո կասեք ինչի չեք անում կամ ես չեք անում։ Էլ մի ընտրեք փորձանքը ձեր գլխին, ով է մեղավորը։